Երբեմն հրաշքները պարզապես լավ մարդիկ են բարի սրտով, որոնց Աստված ուղարկում է քո կյանք: Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, բարի լույս, բարի օր բոլորիդ: Այս գեղեցիկ հրաշքթողերով էլ սկսում եմ այսօրվա հոլովակը, սիրելիներս: Արդեն տեսնում եք, վարած է մեր հողը, պատրաստվել ենք գարնանը, որ ցանենք: Սիրելի հետևորդներ ջան, քանի օր անընդհատ անձրևներ են մեզ մոտ, ծառերը տեսնում եք, լրիվ մերկացել են արդեն, համարյա էլ տերևներ չկա: Ուզեցա ձեզ ցույց տամ եղանակը, բարևեմ, իսկ հիմա գնանք մեր խոհանոց: Այսօր ուզում եմ ձեզ հետ միասին պատրաստել մի համեղ ուտեստ հայկական խոհանոցից: Այսօր պատրաստելու եմ հայկական ուտեստների ամենահամեղների շարքից հարիսան: Սիրելի հետևորդներ ջան, մինչ ցորենը լավ կլվանամ, մինչև ջուրը պարզվի, ուզում եմ իմ շնորհակալական խոսքը հայտնել բոլորիցդ երեկվա ուղիղ եթերի համար: Անչափ շնորհակալ եմ ձեր հարցերի համար, ձեր գեղեցիկ պատասխանների համար: Սիրելիներս, վերջում ասեմ, որ չէի կարողանում կարդալ, աչքիներով էի, շատ դժվարությամբ էի, գլուխս վերջում ինձ էր ցավում, չեք պատկերացնի, որի համար կներեք: Ես հենց չէի անջատել ուղիղ եթերը, ասացի ոյ գլուխս ոնց է ցավում: Այսքանը ուզեցա ձեզանից շնորհակալություն հայտնել: Միշտ եղեք այդպես բարի, բարությունը, այո, Ֆլորա քույրիկս էր գրել, կփրկի աշխարհը: Այսպես լավ լվանում եմ, ջուրը պարզվեց և ցորենը կլցնեմ կաթսայի մեջ: Նախօրոք կաթսան էլ ջրով ողողել եմ, որ ցորենի հատիկները չկպնի կաթսայի հատակին: Եթե չոր է լինում, կպնում է, որովհետև առանց խառնելու եփելու եմ հարիսան, չեմ խառնելու: Հիմա լվանում եմ միսը: Հավի միսը ինձ մոտ 700 գրամ է, իսկ ցորենը կես կիլոգրամ: Հավի մսի կաշիները լրիվ հանել եմ, լրիվ, ճիլ-միլ, մնացել է միայն սպիտակ մաքուր միսը: Երբ որ ճիլ է մնում, կաշիով ես եփում, չէ, գեղեցիկ չի նայվում ափսեի մեջ: Ես միշտ էլ հանում եմ: Կարող ենք հավը եփել նոր, ջուրը թափել, երկրորդ անգամվա ջրով հարիսան պատրաստել: Իսկ ես այսպես չեմ անում, ես միանգամից լվանում եմ միսը, ձավարը, հիմա սառը ջուրը կլցնեմ, կդնեմ գազօջախին: Լցնում եմ սառը ջուրը, չորսը լիտր ջուր եմ լցրել ձավարի և հավի մսի վրա: Բերանը կծածկեմ կաթսայի և կրակն էլ մի քիչ մարմանդ կանեմ, թող եփվի, առանց խառնելու եփելու եմ մարմանդ կրակով: Արդեն համարյա եփել է, անցել է 4 ժամ, սիրելիներս, վրայի փրփուրը զգուշորեն վերցրել եմ, առանց գդալը հատակին հասցնելու: Սիրելիներս, հերմետիկ որ փակում եք, չի գոլորշիանում ջուրը: Հիմա արդեն պատրաստ է, վրան կապել է կեղև, տեսնում եք, մի ժամից լիովին պատրաստ կլինի մեր հարիսան: Պատրաստ է, ես հարիսան լավ մսի հետ, լավ այսպես խառնել եմ, տրորել եմ, միսը թել-թել, տեսնում եք լավ խառնում եմ, արդեն կրակը անջատել եմ, ասեմ, և ավելացնելու եմ կարագ: Մեր մեծերը ժամանակին, որ մեծ կաթսաներով պատրաստել են, տղամարդիկ են խառնել, չեն ավելացրել աղ և կարագ, բայց ես այսօր ավելացնելու եմ համ կարագ, համ էլ աղ, թող ավելի համեղ լինի,
որովհետև կես ժամից արդեն հավաքվելու են, սեղանը արդեն պատրաստ կլինի։ Տեսնում եք, լավ խառնում եմ, չի կպչել ընդհանրապես, եթե չենք խառնում, չի էլ կպչում, սիրելիներս։ Ահա պատրաստ է հարիսան, հիմա կլցնեմ մատուցման ափսեն, մի կտոր ոսկոր էր մնացել, հանեցի։ Տեսնում եք, կարագը դրեցի և անջատեցի։ Հիմա լցնում եմ մատուցվող ափսեն և ուզում եմ, որ ձեզ ցույց տամ իմ պատրաստած առանց խառնելու եղանակով հարիսան, սիրելիներս, մեր ավանդական հարիսան, համեցեք ուտելու, սիրելիներս, բոլորիդ հրավիրում եմ հարիսա ուտելու, չէ որ հարիսան, որ ուտում էին առավոտ շուտ, ընտանիքով, ընկերներով, բարեկամներով հավաքվում էին և հարիսան ուտում, այսօր էլ ես ձեզ սիրով հրավիրում եմ միասին հարիսա ուտելու, իմ լավ բարեկամներ, հիմա մի կտոր էլ կարագ դնեմ, ասեմ, որ ես չեմ օգտվելու, ձեռքս վառեց, շորով ծածկեմ, ես կարագ չեմ ուտում և հիմա չեմ համտեսելու, ընթացքում ես իմ ափսեի մեջ կարագ չեմ դնի, որպեսզի ուտեմ, տեսնում եք, պատրաստ է մեր հարիսան, սիրելիներս, ձեր սեղանին թող միշտ լիություն լինի, սիրելիներս, պատրաստեք և վայելեք այս համեղությունը, կմատուցեմ թթուով, իսկ հիմա ցույց եմ տալիս տանձի թթուն, սիրելիներս, տեսնում եք ինչպիսի աշկ շոյող գույն, գեղեցիկ, համեղ, գազով, ընտիր թթու եմ պատրաստել, համեցեք միասին վայելենք, թե թթուն, թե հարիսան, սիրելիներս, ձեզ տեսություն չեմ ասում, որովհետև Մարինկաս հարիսա չի ուտում, դպրոցից վերադարձել է, ուզում է իրենց համար Բարև ձեզ, ինչպես եք, ես լավ եմ, պատրաստում եմ նագետսի ու պիլմենի, որ աղբորս հետ, ինքը դասից գա, իրար հետ ուտենք։ Այստեղ արդեն կոֆե եմ պատրաստել, հարսս գործից գալիս է, հլը տեսեք ինչ է բերել, ծանր գալիս է, հիմա կիմանանք, Մարինե ջան, մի հատ թաս բեր, կոֆեն ես կողմ դնեմ, տեսնենք ինչ է բերել, մեծ թաս է դրել, տեսնենք հլը տեսեք սունկ է բերել, ծառի սունկ, տեսնում եք ինչքան գեղեցիկ, ինչքան շարված են գեղեցիկ, նոր դուրս եկած սնկեր են, մի քիչ մեծացել են, բայց դե ոչ չենք հասցրել, ընտիրություն է բերել, համեցեք, հետևի մասը մի հատ է ցույց տուր, տես ինչքան գեղեցիկ են, հլը տեսեք, համեղություն, սա էլ է Աստծո ստեղծագործության բնության ծառերի վրա, ամենագեղեցիկն է, սենց շատ սիրուն է, ստեղել ունեմ, սունկա չէի վերցրի, չէի մտածում ավելի ճիշտ որ պետք է գնամ, քարերի, տեսնում եք սիրելիներս, համեցեք, պատրաստ ենք, հլը շատ քիչ մասն է, լսեցիք, շատ քիչ մասն է, վաղը նորից կբերի, ձեզ համար էլ կբերի, սիրելիներս, համեցեք միասին ուտենք, վայելենք, սունկը տապակած, սունկը խորոված, սունկը փլավի հետ, թթու դրած էլ, այո, ինչու չէ, որ, դե լավ, այսքան ուզեցա կիսվել ձեզ հետ, սունկերը անգամ նկարել է հարսս ծառի վրա, տեսնում եք, ինչքան գեղեցիկ են, գեղեցկություն, դասավորված իրար վրա, ինչքան հիանում եմ ուղղակի այս սունկերի դասավորվածությամբ, ինչքան բարձրանում ես վերև, այնքան սունկերը մանրանում են, հլը այստեղ տեսեք, ինչքան մանր են,
Սա որդուս հետ պետք է գնա քաղի, տեսնում եք, թթու ենք ուզում դնենք, հենց որ դրեց ձեզ ցույց կտամ, հարսս պետք է թթու պատրաստի սունկից, շատ գեղեցիկ է, խոսքերն այստեղ են ասում, չէ ավելորդ է, հլա, ես այսպիսի բնության գեղեցկություն չէի տեսել, մինչև վերջ, ծառերի վրա շարվեն շարամ, հիմա սկսում է լվանալ սունկերը, անջատում է իրարից և լավ լվանում, Любишь что-ли? Հմ, Сильнее? հարսս Մարինեին հարց է տալիս, թե սիրուն են, ասում է այո, սունկը լավ լվանալ է ուզում սիրելիներս, ծառիկ երևնել է մտնում մեջը, մի տեսակ ավազան նման է լինում, պետք է ուշադիր լավ լվանաս, արդեն լված վերջացրեց, գիտեք ինչքան երկար լված, հիմա մանրացնում է, որ եփի, մեծեր այսպիսի սունկերին դմակ են ասում, չէ, ոնց որ ոչխարի դմակ լինի, այնպես համով է, իրոք շատ համեղ է այդ սունկը, ծառի, ես սիրում եմ լվանամ, չորացնեմ, աղը ցանեմ, դնեմ կրակին, այստեղ արդեն ջուր է լցնում, վերջացրեց կտրելը, տանում է ջերմոցում եփի, ասեմ, որ սիրելիներս տղա սունկի օդից շատ վատ է իրեն զգում, հիմա քամում է, նաև վատ է զգում իրեն թոռս տղա, բայց դստեր տղան, շատ այդ տան մեջ սունկը եփեց, ինքը շատ վատ է սկսում է սրտխառնոց, գլխապտույտ, վատ է տանում սնկի հոտը, պետք է տանը չլինի, նոր եփի աղջիկս, իսկ մենք ջերմոցում եփեց հարսս, կթողնի, հետո ներս կբերի, ինչ սունկը սառի, մենք գնանք մեր հարիսան վայելելու, վայելեցինք հարիսան, ասեմ, որ շատ համեղ էր, հետո այսպիսի համեղությամբ սուրճ խմեցինք ընտանիքի անդամներով, սիրելիներս, ցտեսություն, բարին ձեզ հետ, մինչ նոր հանդիպում։